հայ լավ պեճադի վրայից շտամբից Արարատը հանեցին, ինչ եղավ որ մեծ բան եղավ, հասկանաս կը Մաշտոցի նկարն է հանին, ինչ եղավ որ երկուց միսօր 10-15 տարի դո ջնջեն կերտա իշխան չի մնա։ Դու հասկանաս կը вообще Արարատը ինչ է։ Ես Արարատի վրա եղել եմ։ Այն երեխեքը որ չեն ծնվել, որոնք որ ծնվին 20 տարի դո 30, 100 տարի դո մեր զավակները, այս հարումներով կերտա իրանց մեջ Արարատը դու ինչ խոսած։ Այս սաղ պատմությունը խոնոր չի սկսվել։ Տարի սկզբին է թուրքերը ասել էին, թե կոմունիստական Հայաստանի ժամանակ ինչ գործում է Արարատը Հայաստանի գերբի վրա իրան չի պատկանել։ Ով Չիչերինը պատասխանել էր, թե կիսա լուսինը ձեր գերբի վրա է, ինչը դիք ձեզ կպատկանի։ Ինչ կսեմ, եթե անդրադառնանք մեր այսօրվա գերբին, այդ գերբը այդ ձև չէ, Կոջոյան դուր նկարել է գերբը սկզբից։ Այրուձի բերանը բաց է եղել ու արձիվի բերանը, որ երկու կողմից խոշոտենք կը, մենք մեր ազգին պայենք ով որ մոդենա։ Հմկվա գերբին որ գնայես, այրուձի բերանը հնազանդ փագեցին, արձիվի բերանը փագեցին, ցածի թուրնը որ գնայես, ցեպի մեջ է։ Գիտես ինչ, մեր մարդկանց է հա դե նկար է, բան է, նկար չէ։ Ինքնա հաստատման, ինքնա ճանաչման ազգային կոդ է։ Կամ մեր հիմնը, լացելու բան է։ Ես երաժշտական մասնագետ չեմ, բայց մեր հիմնի երաժշտությունը դա պարտվող ազգի երաժշտություն է։ Ելևեժներով, տոնով գիշնիցած տա գիշնի օրհամի Ռուսաստանի գիմնի երաժշտությունն է տա գերնի հասկնաս այդ մոմենտներով շատ են մարդիկ խոսած է կամ բարերը մեր հիմնի ինչ է Բեռնիմ Արնովս Լևան դրոշը ես ինչ եմ հաղթող ազգի չէ ինչի մեռնինք ինչի Արնով արեք կյանքի կեսման հիմ երկենք